Երեխեք ողջույն։ Այսօր օրս ինձ հետաքրքիր ինֆորմացիայով ասկսվել, ասեցի ձեր հետ էլ կիսվեմ, հետո մազերս մի հատ արագ կֆենեմ ու կգնանք իրար հետ մի տարօրինակ աղցանենք այսօր պատրաստելու, իրոք տարօրինակ։ Տեսանյութ էի նայում, որտեղ մի աղջիկ բացատրում էր, թե ինչ են մարդիկ տենց կապված ուտելիքին, բացատրում էր հոգեբանական պահը էլի այդ ուտելիքի հետ կապվածության, ավելի շուտ կախվածության, ճիշտն ասած հաղորդումը մինչև վերջ չդիտեցի, ժամանակ չուներ, շտապում էի, չիմացա էլ սկեովա ինքը, հետո կնայեմ, կշարունակեմ, բայց ամեն դեպքում այնքան հետաքրքիր էր ինֆորմացիան, ուզում եմ իմանալ, էլի դուք էլ, ասում եմ, երբ որ երեխեքը մամայի փորի մեջ են դե մամային ճանաչում են, կապվածություն ունեն արդեն մամայի հետ, իսկ լույս աշխարհ գալը իրանց համար մեծ ստրես է։ Ու երբ որ լույս աշխարհ են գալիս ու տենց ճճում են, լացում են, մամայի կրծքին հենց դնում են, կաթը բերանն են դնում, արդեն ինքը հանգստանում է, որտեղ ճանաչում է մամային։ Ու երբ որ այդ կաթը դնում են իր բերանը, իրան ապահովության զգացողություն է տալիս։ Ու այդ process-ը իր կյանքում անընդհատ է, չէ՞, միլիոնավոր անգամ անդադ ինքը այդ կաթուտելու process-ի մեջ է, այսինքն անընդհատ այդ ապահովության զգացումով է։ Ու ոնց կարա հիմա ինքը հրաժարվի այդ ապահովության զգացումից։ Այ դրանով են բացատրում մարդկանց կախվածությունը ուտելիքից։ Իհարկե դա ինձ ընդհանրապես չի վերաբերվում, ես այդպես կախվածություններ չունեմ, կարող է ես ստրես չեմ տարել ծնվելուց, հա։ Մի խոսքով ես օրինակ կարամ որոշեմ, որ մի քանի օր հաց չեմ ուտելու ու չուտեմ ընդհանրապես ու ասենք ստրես չտանեմ։ Վերջի անգամ որ արել եմ դա 4 օր որոշել էի ու 4 օր հաց չեմ կերել, տենց ստրես չեմ տանում ես։ Իմ այդ պահերը ուղեղն է կառավարում։ Եթե ես որոշում եմ, որ ես 4 օր հաց չեմ ուտելու, բացարձակ չեմ անհանգստանում այդ մասին։ Իհարկե ուզում ես ուտես, զգացողությունը կա, ուզում ես ուտես, բայց որ ասեմ ստրես եմ տանում, որ չեմ ուտում, տրամադրությունս վատ է լինում, որ չեմ ուտում, հյուծված եմ լինում կամ ագրեսիվ եմ դառնում ընտանիքի անդամների հանդեպ, չէ, տենց բաներ չկա, հակառակը։ Բացարձակ ոչ մի փոփոխություն տրամադրության անկումային չկա մոտս։ Մի խոսքով, բայց դե գիտեմ, որ լիքը մարդիկ կան, որ իրոք կախվածություն ունեն ուտելիքից ու այսպես է բացատրվում հոգեբանորեն այս պահը, հետաքրքիր էր, չէ՞։ Դե հիմա ես գնամ արագ մազերս վենեմ, կամ գնանք այդ տարօրինակ աղցանը պատրաստենք։ Կասեմ ինչի եմ համարում տարօրինակ։ Ուզում էի աղցանը պատրաստեմ ու տեսա, որ կանաչի չունեմ։ Ու ես ստիպված պետքա հագնվեմ, որ մի հատ կանաչի համար գնամ ու խաղամ։ Ձեր հետ էլ է տենց լինում։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս իմ լուքը, որը պատրաստվում եմ գնալ կանաչի գնելու։ Ճանապարհատրանսպորտային պայուսակս։ Գնացինք մի հատիկ կանաչի գնելու համար, այսքան տանջանքը։ Պետրուշկա, մենք պետրուշկա ենք սիրում։ Անցանք տարօրինակ աղցանին, բաղադրիչներն արդեն պատրաստ են, ցույց եմ տալիս։ Մարինացված սունկ, թթու վարունգ, կանաչի սոխ ու լիմոն։ Երեխեք լիմոնը այն ամենաբարակ կեղևով ես ուղակի սա ունեի, տանը լիքը լիմոն ունեմ, նորը չգնեցի։ Եթե դուք կորոշեք հանկարծ պատրաստել բարակ կեղևով։ Ինչու եմ այս աղցանը համարում ես տարօրինակ, քանի որ լիմոնը այստեղ բավականին մեծ քանակություն է կազմում ու ոչ թե ընդամենը թթվային համ տալու համար, այլ որպես բաղադրիչ է օգտագործվում։ Այս բոլոր բաղադրիչները ինձ համար բոլորը անհամատեղելի են։ Սունկը սոխի հետ, լիմոնը սոխի հետ։ Եկեք այսքան խոսալու տեղը խառնեմ իրար եւ փորձենք։ Ահ, սև պղպեղ, ձիթապտղի յուղ, ես չեմ սիրում, բայց այս անգամ գցում ենք, որ բաղադրատոմսից չշեղվենք, տեսնեմ իրոք այդքան համով էր, ոնց որ ասում էր այդ աղջիկը։ Կթողնեմ մի 10 րոպե համերը տա իրար, հետո նոր կփորձենք միասին։ Տեսքը շատ սիրուն է, բայց համը ընդհանրապես չեմ պատկերացնում։ Աղցան պատրաստելիս միշտ բոլոր բաղադրիչները աշխատում եմ համաչափ հավասար լցնեմ, որպեսզի մեկի համը չգերազանցի մյուսին։ Մի տեսակ չեմ պատկերացնում, թե այս բաղադրիչներով ինչ աղցանա լինելու։ Հետաքրքրության համար եմ այս աղցանը պատրաստել։ Փորձենք հələ տեսնենք ինչ համ ունի։ Գնացինք։
Չհասկացա, ճիշտը որ ասեմ, երկրորդ փորձը։ Երեխեք, ուրեմն սենց կամերան անջատել եմ ու 10 րոպեա ես մտածում եմ, այս աղցանը լավն է, թե լավը չի։ Ես չեմ կարողանում հասկանալ, անհասկանալի է, երևի դրա համար էլ իմ համար տարօրինակ էր հենց սկզբից։ Որ ասեմ համովա, չեմ հասկանում համը, որ ասեմ համով չի, էդ էլ ճիշտ չի լինի։ Ես ինքս թթվաշ սիրող եմ, դուրս գալիս է համը, բայց անհասկանալի է միևնույն ժամանակ։ Մի խոսքով չգիտեմ, ես պատրաստել եմ հետաքրքրությունից դրդված, ասեմ ավելին, թթվաշության հաշվին հաճույքով կուտեմ, բայց անհասկանալի համա իմ համար, չգիտեմ, միգուցե ձեզ շատ դուր գա։ Հիշում եք, որ անցյալ տեսանյութին ասեցի, եթե աղջիկներ կան, որը իրենց ձեռքի աշխատանքներով են զբաղվում, կարող են ինձ գրել, ես կօգնեմ իրենց բիզնեսի, փոքրիկ բիզնեսի մասին կբարձրաձայնեն։ Արձագանքները արդեն եղել են, մի հատ կարճ տեսանյութ դիտենք, ու մասին է խոսքը, ինչ ձեռքի աշխատանքով է զբաղվում ու հետո շարունակենք, որովհետև միասին պետքա դեռ ջահ գործենք։ Ողջույն, ես Անահիտն եմ, 26 տարեկան։ Ձեռագործ աշխատանքով զբաղվել եմ, որովհետև միշտ սիրել եմ իմ ձեռքերով ինչ-որ բան ստեղծել ու դրանց կյանք տալ։ Սկզբում դա պարզապես զբաղմունք էր, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ սա այն գործն է, որտեղ ինձ ամենից շատն եմ գտնում։ Երբ սկսում եմ աշխատել, ամբողջությամբ կտրվում եմ ամեն ինչից, հանգստանում եմ ու իմ ներսում ջերմ ու խաղաղ զգացողություն է առաջանում։ Ամեն աշխատանք անում եմ սիրով եւ մեծ ուշադրությամբ, որ փոխանցվի այն էներգիան, որով ստեղծվել է։ Սա իմ տարբերանշանն է, որով կարող եք ինձ գտնել Instagram-ում։ Ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել այնտեղ։ Instagram-յան էջիս լինքը կգտնեք մեկնաբանությունների բաժնում։ Անահիտին մաղթենք հաջողություններ, հուսով եմ ինչ-որ ձևով կարողացա նրան օգնել, եթե ձեր մեջ էլ կան աղջիկներ, որ ձեռագործությամբ են զբաղվում, գրեք ինձ ձեր մասին նույնպես կպատմեմ, առայժմ դա բոլորի համար անվճար է, ժամանակի ընթացքում միգուցե կդառնա վճարովի, կամ միգուցե իմ ալիքը էլ չի լինի, որովհետև ես չգիտեմ, թե ինչ կլինի 1 կամ 2 տարի հետո այս ալիքի հետ, այնպես որ քանի հնարավորությունը ունեք սիրելիներս, օգտվեք։ Իսկ մենք շարունակում ենք։ Ուզում եմ ձեզ ցույց տալ իմ պատրաստած ջահը, որ պատրաստել եմ հյուրասենյակիս համար։ Իմ փոքրիկ հյուրասենյակում 3 լամպոճկա է տեղադրած։ Դրա համար 3 էսպիսին գործել եմ իմ ձեռքերով, շատ գեղեցիկ է ստացվել։ Եթե հետաքրքրում է, ունեմ տեսանյութ պատրաստած այս մասին, կտեղադրեմ մեկնաբանությունների բաժնում։ Կարող եք անցնել ու տեսնել, թե ինչ տեսք ունի իրականում կախված վիճակում։ Սա ընդամենը փորձարկում էր, որը շատ հաջող ստացվեց։ Հիմա փորձարկում ենք մեկ այլ ջահ։ Երեխեք ջան, այս պլաստմասե բաները պետքա հեռացնեմ, ինձ պետք չի։ Ես այստեղ փորձ արեցի, այս մեկը հեռացրեցի ու հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես արեցի դա, ինչ լուծում գտա, որտեղ այսպես որ կոտրեմ, հավանականությունը քիչ է, էլի, որ ես սիրուն կկոտրեմ։ Ցույց եմ տալիս, թե ինչ մտածեցի։ Տաքացնում եմ այս դանակը ու պլաստիկը կտրում եմ տաք դանակով։ Ու չեմ կարում ես մեկը շատ պինդ է։ Տեսեք, լավ կտրվեց։ Հիմա ինձ միայն մնում է այս մասը ինչ-որ մի բանով լցնեմ, որ թելերս հավասար լինի։ Չնայած կախաստեղը այդքան չի զգացվի, բայց մի բանով այս արանքը կլցնեմ։ Սա այնքան պինդ էր, դժվարությամբ էր կտրվում, թե չէ որոշել էի հենց սա էլ թողնել էստեղ, բայց ուրիշ բան կմտածեմ։ Այդ սպիտակը վերջը կտրեցի, կարողացա կտրել, փորձեցի սկզբում հալեցնելով կպցնել, չստացվեց, դրա համար ասենց սևացել։ Հետո սուպեր կլեյով կպցրեցի։ Հիմա սա ամբողջը մնալու է թելերի տակ ու տեսքի առումով ոչ մի ձևով մեզ չի խանգարելու։ Հիմա տեսնենք, թե այստեղ մեզի սյուրպրիզ է սպասվում։ Սա լավ է, արդեն այս անցքերը կա, կօգտվեմ երևի դրանից։
Սա մեզ պետք չի, դեն ենք նետում, այստեղ պետքա սենց կլոր բան սարքեմ, որը կհակնի լամպուշկայի այդ ներքևի մասին ու տակից կձգվի։ Ովքեր չեն տեսել իմ տեսանյութը, որտեղ ես պատրաստում եմ այդ կլոր բանը, ես այս տեսանյութի տակը կթողնեմ, այնտեղ ցույց եմ տալիս մանրամասն ոնց եմ պատրաստել։ Իսկ այստեղ process-ը չենք տեսնի, միանգամից պատրաստին կտեսնենք։ Ինձ այսպիսի մի օղակ է պետք, որպեսզի կոնստրուկցիան հավաքեմ։ Եկեք սրա վրա ցույց տամ, որ պատկերացում կազմեք։ Ուղղակի իմ լամպուշկան հարմար չի հիմա, քանի որ ուղիղ չի, այս մասը ենթադրենք այսպես կախված է, չէ՞։ Այսա պետքա մտնի այստեղ ու տակից սրանով ձգվի։ Բոլորը ծանոթ եք սրան։ Ու հետո արդեն լամպուշկան եք մտցնում։ Կարծում եմ արդեն հասկացաք ինչ եմ ասում։ Իմ նախորդ տեսանյութում այդ պահը ես նկարել եմ, այնտեղ շատ պարզ երևում է ոնց եմ հագցնում լուստրայի վրա։ Տեսեք սիրելիներս, մոտավորապես այսպիսի մի բան է ստացվում։ Իսկ այստեղի համար, որպեսզի միակողմանի չլինի միայն վերևները կամ միայն ներքևները, այսպես բան մտածեցի։ Այստեղից կձգեմ ներս։ Ավելցուկ թելեր, որոնք մնացել են նախորդ գործածած ջահերից, հիմա այն կօգտագործենք։ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում։ Երեխեք ջան, սա այն մարդկանց համար է, ովքեր կորոշեն իմ նման այսպես չօգտագործվող բաներից ջահ պատրաստել։ Բայց ես ձեզ կտեղադրեմ լինքը, դուք կարող եք միանգամից գնել այդ այսպիսի մի բան, պատրաստի վիճակում ու գլուխ չջարդել այս ամենի վրա։ Ես սա ցույց եմ տալիս այն մարդկանց համար, ովքեր կուզեն իրանք էլ այսպես բաներ կունենան ու կորոշեն վերածեն ջահի, ոչ թե գնեն։ Այս թելի, սպասեք հələ։ Այստեղ գրված է 3 մմ թելի հաստությունը, այստեղ չճարեցի քանի միլիմետր է, ճիշտն ասած, երեխեք ջան։ Միակ բանը, որ գրված կա 6-8, այստեղ էլ 7-8, չգիտեմ, թելերից հասկացողները այսպես գոնե գլխի կընկնեն երևի։ Գնացինք, քանի որ նախշերը այնպիսին է, որ հնարավորություն ունեմ մի հատ գործելու, սկզբում մի հատ կգործեմ ու կպատկերացնեմ արդեն, եթե շատ երկար է կկարճացնեմ, եթե կարճ է կերկարացնեմ։ Հատերը ձգում ենք այս եզրագծին։ Սիրելիներս, ես իմ փորձարկումներն արեցի, արդեն պարզեցի այս նախշով արժի գործել ջահը թե չէ, ու հիմա արդեն ավելի քան վստահ եմ, որ արժի ու կարող ենք անցնել գործելու process-ին, ձեզ էլ սովորեցնեմ։ Սկզբում այն սենց խորթ ու բորդ կանգնեց, շատ մտահոգվեցի, մտածեցի ստիպված ենք նախշը փոխելու, բայց հետո գոլորշիով հարթուկեցի ու ամեն ինչ իր տեղն ընկավ։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր է ստացվել, ոնց որ մեդուզա լինի։ Հələ տեսեք, խուճուճ։ Այս սենց եղավ գործածներս, արդեն բավականաչափ փորձել եմ, փորձարկել եմ։ Հիմա ես արագ գնում եմ հարթուկեմ, բերեմ սա ձեզ ցույց տամ ու հետո նոր նախշը կսովորենք ոնց գործել։ Դե հիմա տեսեք, թե ինչ գեղեցիկ տեսք ստացավ։ Սիրունա, չէ՞։ Ոնց որ մարգարիտներ լինեն շարած։ Հետո այսպես տակից կկտրեմ էլ, ինձ պետք եղած չափը։ Գալիս եք սովորացնեմ ոնց գործեք։ Գնացինք։ Վերցնում ենք երկու թելերը, պահում ենք ձեռքի մեջ։ Մի թելը այսպես դնում ենք այս մյուսի վրա, անցկացնում ենք այս արանքով ու ձգում ենք մի փոքր sense թեքություն տալով, դիագոնալով մի փոքր ձգում ենք, տեսակ, առաջինը ստեղից չէ սկսեցինք, հիմա այս մյուսն ենք, դնում ենք սրա վրա, անցկացնում ենք ստեղով, շատ հեշտ նախշա, սկզբում կարող է խճճվեք կողմերի համար, հետո շատ հեշտ է ձեր համար լինելու, էլի մի թեթև դիագոնալով ձգում ենք, աջ ձախ, հերթականությամբ գործում եք, այս թելի որակը այդքան չսիրեցի, ընթացքում քանդվում է ու պետք է համաչափ անել, որ տեսեք այսպես մազիկներ դուրս չտա, իսկ այս մի թելը բարակ է, բայց շատ որակով է, գնաց 1 2
Արդեն որ հմտանակ, շատ արագ առաջա գնում 1, 2 ու տենց մինչև ձեր ուզած չափը։ Մի հատ էլ փոքրի վրա ցույց տամ ու անցնենք առաջ։ Աշխատում եք, եթե այս մեկը այս կողմից եք սկսել, կողքինը հակառակ կողմից սկսեք։ Ընդհանուր առմամբ տենց շատ չի երևալու տարբերությունը, բայց կարելի է այդպես անել, ես այդպես եմ անում։ Եթե հանկարծ կմոռանաք աջ ձեռքը արեցիք թե ձախ, այս գնդիկներից երևում է։ Տեսեք, երբ որ աջ ձեռքով ենք անում, գնդիկը ձախ կողմի վրա է ստացվում, երբ որ ձախով ենք անում, գնդիկը աջ կողմի վրա է ստացվում։ Տեսեք, նույնիսկ կարող եք դնել այսպես սեղանի եզրին ու հանգիստ գործել։ Որտեղ պատահի, ոնց պատահի, կարող եք անել։ Կարող եք դնել ձեր գրկին, էլի գործել։ Կարող եք դնել բազմոցի մեջքին, էլի գործել։ Մի ձևով հարմարացնել, բարձ դնել ծնկներին, սա էլ դնել վրան, նստած համ հեռուստացույց նայել, համ էլ գործել։ Ամեն ձևով հնարավոր է։ Ինձ թվում է արդեն հասկացաք պրինցիպը գործելու։ Էստա որ կամերան էստեղ անջատեմ, կտանեմ նաև ցույց կտամ, թե ինչպես եմ գոլորշիով հարթուկում։ Գնացեք սիրելիներս, լինքը այստեղ կտեղադրեմ Թեմուից, որ կարողանաք գնել այդ օղակը լուստրային հագցնելու, որովհետև գիտեմ, որ շատերը տեսենց գլուխ չեք ջարդի իմ նման, որ կոնստրուկցիան հավաքեք։ Եթե ինչ-որ մեկը կգործի իմ սովորեցրածով, շատ ուրախ կլինեմ, որ Facebook-ով, Instagram-ով, մի տեղով ինձ գտնեք, նկար ուղարկեք, ես պուբլիկացիա կանեմ ու ցույց կտամ ձեր արած աշխատանքը։ Ինձ էլ շատ լավ կզգամ, որ կարողացա ինչ-որ մեկին ոգևորել, որ նման գործեր ստեղծի։ Դե ես գնացի շարունակեմ իմ գործը, հաճույքով գործում եմ ի դեպ ասեմ, իսկ դուք շարունակեք դիտել տեսանյութը։ Աղջիկներ ջանը, այ այսենց դնում եմ ու հարթուկում եմ։ Իհարկե հիմա մի ձեռով եմ անում, այսենց գոլորշիով նստացնում եմ։ Աղջիկներից մեկին խոստացել եմ, որ այս գոլորշիով ապարատս ցույց կտամ մի օր, խնդրելա, բայց կներեք էլի, եթե հիմա ինձ նայում եք, մինչև հիմա հետևում եք, ժամանակ իրոք չի լինում, ամեն անգամ ես այս վիդեոներ նկարելուց ընենց արագությամբ եմ նկարում, այ հիմա էլ, սա ձեզ ցույց եմ տալիս ու վազեմ երեխեքի հետևից, մի օր անպայման ցույց կտամ, հուսով եմ շուտով։ Ով է հիշում այն տեսանյութը, որտեղ այս պայուսակները մենք նոր էինք սկսում գործել, անցյալ տարվա իմ տեսանյութերի մեջ էր ու դեռ մինչև հիմա այսքան ենք գործել, սիրելիներս, Էլիզը ինքն է ընտրել իր նախշը, Շաղլոտը ինքը, սա իմ լուստրային նախշն է, Էլիզա արդեն սա տեսել էր, դրա համար սա ընտրեց, սա մի փոքր ավելի դժվար է, քան այս մեկը, ճիշտ արագ չենք կարողանում գործել ժամանակի առումով, բայց կարևոր չի, կարևորը, որ երեխեքը զբաղվեն, իրենց համար հետաքրքրություն լինի։ Ես շատ եմ ուզում, որ իրենք sense ձեռագործ աշխատանքներով զբաղվեն։ Իմ մեջ շատ մեծ սեր կա, ուզում եմ, որ իրանք էլ սիրեն։ Եկեք մի հատ բացեմ, Էլիզինը կապած է, չի ընկնի։ Սա նախատեսված էր պայուսակի, բայց քանի որ Էլիզն ինքն է թելերը կտրել, ափսոսում եմ, որ թողեցի իրան այդ գործը, շատ անհամաչափ է կտրել, որոշ թելեր շատ կարճ են ստացվել ու հիմա այս կարճերը վերջանում են, թե չէ կբավականացներ ամբողջ պայուսակի համար, հիմա չգիտեմ ինչ ենք անելու, եթե չբավականացնի, միգուցե էլ չգտնեմ այս թելերից, որտեղ անցյալ տարի են գնել, արդեն մի տարի անցել է, ինքը մեծ պայուսակ է ուզում, բայց եթե չգտնենք, ստիպված պետքա կոսմետիկ կա սարքենք։ Այստեղ ուզում եմ արանքում մեծ քարեր դնենք, տեսնենք ոնց կլինի։ Միգուցե վերջում աստար կկանենք տակից, դեռ չգիտեմ, գործի պրծնի, հասկանանք ինչ կարելի է սարքել։ Իսկ դե Շարլոտինը ինձ թվում է կբավականացնի։ Դեռ այդքան էլ հմուտ չի Էլիզիկը, թելերը համաչափ չի կարողանում ձգի, բայց դե առաջի անգամվա համար շատ լավ է, ժամանակի ընթացքում արդեն կսովորի համաչափ ձգել թելերը։
Իմջալոց սա ստենդ է, որը հագուստի համար է նախատեսված, մենք օգտագործում ենք գործելու համար։ Շատ հարմար ստենդ է, 1.60 է, եթե չեմ սխալվում, իր բոյը Lidl-ում է լինում է ստենդներից, Marketplace-ով, Facebook-ի կարող եք գտնել, հարմար բան է գործելու համար։ Իսկ հիմա ձեզ ցույց եմ տալիս պստիկինս։ Իրա համար էլի գցել, որ գործի։ Ասեմ, բավականին մոտը ստացվում էր հաջող ու կարողանում էր գործել, որ ես չի սպասում, իր այդ փոքրիկ մատիկներով շատ լավ գործում էր։ Ուղղակի շուտ հոգնում ձանձրանում էր, մի երկու հատ գործում էր, էլ հավես չէր ունենում։ Երևի փոքր է էլի դեռ նման աշխատանքների ու անընդհատ պետք էր իմ ներկայությունը, որ ես անընդհատ իրան օգնեմ։ Դեցի լավ, թող ես քոնը ինքս կանեմ։ Ճիշտ ասած, այնց թեկությամբ կտրեցի այս մասը, բայց հետո փոշմանեցի, ուղիղ ավելի սիրուն կլիներ։ Ծայրերը մի տեսակ sense կարճ, դուրս չի գալիս, շատ կարճ կտրեցի, բայց դե ոչինչ։ Սրան մնացել է միայն կախիչները գործենք, դեռ մտածում եմ ինչպես պետք է անեմ։ Տեսնենք, ինքը ուզում է ուսին գցովի, ես մտածել էի, որ ռյուկզակի պես էսպես հետևից կանեմ, որ մեջքին գցի, բայց ինքը ուզում է ուսին գցովի։ Երևի այդպես կանենք։ Իրա ուզած ձևով։